Աննա Հակոբյանը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել։ Նա անպատասխան թողեց իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը վերաբերող անկախ դիտորդի արձանագրած ենթադրյալ խախտումների մասին հարցերը։ Տիկին Հակոբյան, անկախ դիտորդը ձեր հիմնադրամի հետ կապված բաներ է, խախտումներ Դաշինքը երեկ հայտնեց, որ դիմել է վարչական դատարան եւ պահանջել 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Խախտման համար նախատեսված տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 200-պատիկից մինչև 400-պատիկ։ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասը ենթադրում է, որ այն հիմնադրամները, որոնք որ աֆիլիացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ընտրությունների վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից ի վեր։ Դանիել Օհաննիսյանի պնդմամբ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մասնավորապես հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության գործող պատգամավոր է։ Եվ նաև անվանումով «Իմ քայլը» դա այն դաշինքի անվանումն էր, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմել էր Երևանի ավականիում եւ ազգային ժողովի ընտրություններում, նախորդ գումարման ազգային ժողովում «Իմ քայլը» դա բրենդ էր, որը քաղաքացիական պայմանագիրը օգտագործում էր։ Նրա գնահատմամբ հիմնադրամը պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն շարունակել է։ Աննա Հակոբյանն ինքն անձամբ չէր բացառել, որ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Սա հայտարարել էր Նիկոլ Փաշինյանից հեռանալու եւ կառավարական ամառանոցը լքելու մասին հրաժեշտի տեսանյութում։ Դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցի պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանք է գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած կապրենք կտեսնենք։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց, որ Աննա Հակոբյանին առնչվող քրեական վարույթ իր ղեկավարած կառույցում չկա։ Մենք գործեր ունենք, որոնք երբ իրացվում են, այդ ժամանակ հրապարակվում են։ Ձեր նշած դեպքում մենք քրեական վարույթ չունենք։ Այնինչ փետրվարի 24-ին խորհրդարանում իրավապահ կառույցի նախագահն ասել էր, որ ուսումնասիրվում է այդ թվում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։ «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված կաշկանդվածությունը ինչով է պայմանավորված։ Բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Բավարարված է քարտի պատասխանից։ Այո, բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Լրագրողների հարցերին Նահապետյանի այս պատասխանի հիմքը անգլերենի սկսնակ մակարդակի ուսուցման անվճար դասընթացների մասին «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարությունն էր։ Սա ըստ էության քրեորեն պատժելի արարքամարվող բարեգործության արգելքի հնարավոր խախտում կարող էր լինել, քանի որ այդ դասընթացների մասին հիմնադրամը հայտարարել էր ընտրությունների նշանակման օրվանից հետո։ Այս ընթացքում հիմնադրամը մի շարք այլ դասընթացների մասին էլ է հայտարարել։ Սյունիքի մարզի բնակավայրերում պրակտիկ դասընթացների անցկացում, հագուստի մոդելավորման եւ կարուձևի դասընթաց, մարզերում յոգայի անվճար դասընթացներ, հրուշակագործության դասընթացներ։ Բացի այդ, հիմնադրամը շուրջ 20 ընտանիքների 250 քառակուսի մետր մակերեսով կահավորված ջերմատարներ է տրամադրում Լոռու եւ Արագածոտնի մարզերում, նաեւ սերմեր։ Դանիել Օհաննիսյանն ընդգծում է, ուսումնասիրել են հիմնադրամի այս շրջանի գործունեությունը եւ քրեական օրենսգրքով արգելված արարք չեն հայտնաբերել։ Քրեական օրենսգրքի 221 հոդվածը ենթադրում է, որ բարեգործությունը պետք է արվի թեկնածուի, կուսակցության անդամի կամ վստահված անձի կողմից։ Ըստ էության Աննա Հակոբյանը կամ հիմնադրամը ոչ թեկնածու է, ոչ կուսակցությունն է, ոչ վստահված անձ է, ոչ կուսակցության անդամ է, հա, այսինքն այս առումով հանցակազմ չկա։ Նրա խոսքով բարեգործությունը չի զուգակցվել նաև քարոզչությամբ, ինչը եւս բացառում է քրեական պատասխանատվությունը։ Աննա Հակոբյանի հիմնադրամը երեկ արձագանքել է գործունեության առաջիկա ընտրությունների եւ դրանց կապի մասին լրատվամիջոցների հրապարակումներին։ Հիմնադրամը հերքել է այն պնդումը, թե ընտրություններից առաջ սկսել են նոր ծրագրեր, նշելով, որ դրանք նոր չեն եւ հաստատվել են տարեսկզբին, իսկ դրանց իրականացումը որևէ կերպ կապված չէ ընտրական գործընթացների հետ։
Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով ընտրակաշառք է համարվում ընտրողին գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը, բայց շատ կոնկրետ պայմանով ընտրությանը մասնակցելու, ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելու հրաժարվելու պայմանով։ Իմ քայլը հիմնադրամի որևէ ծրագիր նման նպատակ չի հետապնդում եւ որևէ քաղաքական ընտրության հետ չի կապվում։ Հրապարակ օրաթերթը գրել էր, որ կրթվելը նորաձև է շարժմանը իրավական կարգավիճակ է տրվել, գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն։ Հիմնադրամը հերքել է սա, բայց ուշագրավն այն է, որ ապրիլի 8-ին հիմնադրամը Facebook-յան էջում հայտնել է, որ կայացել է կրթվելը նորաձև է հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որի արդյունքում ընդունվել է կազմակերպության անդրանիկ հայտարարությունը։ Պետռեգիստրում սակայն այդ անվամբ հասարակական կազմակերպություն այս պահին գրանցված չէ։ Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Կիրակի միասին էին Գյումրիում։ Մինչ այդ էլ կառավարական ամառանոցից Փաշինյանի տեսանյութում էր մի պահ երևացել Հակոբյանը։ Միավորվել են արդյոք նրանք։ Երեք վարչապետն այսպես էր պատասխանել. Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Աննա Հակոբյանն առայժմ չի անդրադարձել իր եւ Փաշինյանի հարաբերությունների ներկայիս կարգավիճակին։